Ողջույն սիրելի հեռուստադիտող։ Այսօրվա մեր հյուրը կին է, ով ստեղծում է գեղեցիկը։ Body art-ի մասնագետ, make-up artist Լիաննա Գալստյան։ Ողջույն Լիաննա Գալստյան։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք մեզ։ Ողջույն Իզա ջան, նախ եւ առաջ ասեմ, իմ համար մեծ պատիվ է գտնվել ձեր տաղավարում եւ ես եւս շնորհակալություն եմ հայտնում հրավերքի համար։ Եվ եկեք սկսենք առաջին հարցից։ Ձեզ ինչպես են ճանաչում ավելի շատ, որպես make-up artist, թե body art-ի artist։ Կարծում եմ երկուսով էլ ճանաչում եմ, բայց ավելի շատ ինձ հիշում են իմ արտիստիկ ու տարբերվող կերպարներով։ Ձեր աշխատանքները շատ տարբերվող են։ Որտեղից է գալիս այդ երևակայությունը։ Երևակայությունը գալիս է ավելի շատ ներսից, իմ ներաշխարհից, գալիս է զգացմունքներից, զգացողություններից, լռությունից, ինչի՞ չէ նաև ցավից։ Երբեմն մեկ զգացումը բավական է ինչ-որ կերպար ստեղծելու համար։ Ինչպես ձեր մտքով անցավ լինել body արվեստի մասնագետ, երբ Հայաստանում գրեթե չկան նմանատիպ մասնագետներ եւ ինչից ոգեշնչված դարձաք body արվեստի մասնագետ։ Ինձ թվում է ամեն ինչ ավելի շատ գալիս է մանկուց։ Օրինակ երեխա ժամանակ մենք բոլորս նայում ենք ինչ-որ ֆիլմեր ունենք սիրած հերոսներ, չէ, որոնց մեջ մեզ պատկերացնում ենք, կարծում եմ, որ ամեն ինչ հենց սկսել է այդտեղից։ Ու եկավ մի պահ 2020 թվականներ։ Ես որոշեցի, որ Հելոյինի համար ուզում եմ ինչ-որ մի կերպար ընտրեմ իմ համար ու իմ ամենասիրած կերպարը դա ջոկերն էր։ Իմ առաջի կերպարը եղել է ջոկեր, այո։ Ու ես այդ օրը ինձ դարձրեցի ջոկեր։ Ու իրականում, որ անկեղծ ասեմ, չգիտեի ինչ պետք է օգտագործեմ, ինչ նյութեր պետք է օգտագործեմ։ Ամենասկզբում ձեռքիս տակ ինչ կար, սա խառնում է իրար, որ կարողանամ գույն ստանամ։ Շատ անգամ եղել է, որ արյուն ստանալու համար ես մեղրի մեջ խառնել եմ ձու ներկելու ներկերը որ կան, ու հետո երկար ժամանակ չէի կարողանում այդ ներկերը իմ վրայից մաքրել։ Ես շատ եմ ինձ զոհել, հա, մի անգամ ջոկեր կերպար մի անգամ չեմ արել, մի քանի անգամ եմ արել։ Մի անգամ էր մազերից գույնը ավելի բաց գույն էր, մազերից ներկել էի կանաչ, ու հետո մազերս մնացել էր հենց կանաչ գույն, էլ չէր անցնում այդ ներկը։ Ոայ։ Շատ եմ ինձ վնասել իրականում։ Ու հետո ես կարող եմ համարել, որ դա իմ ձեռքբերումն է։ Ես ոչ մեկից ոչինչ չեմ սովորել, ոչ մեկ ինձ ոչ մի գիտելիք չի տվել body art-ի ոլորտում։ Ասացիք, որ առաջին կերպարը ջոկերն էր, եւ ինչ եթե 10 բալանի սանդղակով գնահատեիք, հիմա ինչ գնահատական կդնեիք ձեր աշխատանքին։ Եթե հիմիկվա իմ աչքով նայեմ, շատ ցածր չեմ նշանակի, որովհետեւ լինելով անփորձ, որպես առաջին գործ, կարծում եմ բավականին լավն էր։ Իսկ երբ մարդուն տեսնում եք իր թուխությունը կամ բաց մարմնի երանգները, ձեզ ինչ որ գույն են։ Չէ, մարդու մարմնի գույնը չէ, բայց մարդու կերպարը կարա ինձ ոգեշնչի։ Այսինքն ես կարողա տեսնեմ ինչ որ մեկին ու պատկերացնեմ իրան ինչ որ մի կերպարի մեջ։ Իսկ երբ հասկացաք, որ դուք սովորական բյութի ոլորտից դուրս եք։ Այն պահին, երբ որ ես հասկացա, որ ինձ չի բավարարում ուղղակի մարդուն գեղեցկացնելը, ես հասկացա, որ ուզում եմ իմ աշխատանքը ավելի շատ փոխանցի պատմություն, ինչ որ զգացողություններ տա։ Ձեր կերպարները հիմնականում մութ, չէ, ավելի շատ sense vibe-ի մեջ են։ Ինչի՞ց է դա գալիս։ Կարծում եմ դա իմ ներաշխարհի մի մասն է։ Ինձ միշտ ձգել է խոր իմաստը, խորը էմոցիաները, այն ինչ հաճախ մարդիկ թաքցնում են, չեն բարձրացնում։ Ինչ է խոր իմաստությունը տեսնում ավելի մթության մեջ, որովհետև իմ համար մութը դա բացասական չէ, այն երբեմն ավելի ազնիվ զգացողությունների գույնն է։ Իսկ եղել է որևիցե մի դեպք ձեր կյանքում, որ այդ դեպքը ամբողջությամբ ձեզ փոխել է, այդ դրանից հետո արդեն դուք այդ խորությունը հենց նկատել եք։ Մթությունը, խորությունը։ Ոչ թե դեպք, այլ կարելի ասել դեպքեր։ Դեպքեր։ Կարծում եմ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում է դեպքեր, որոնք որ փոխում են մարդու ներաշխարհը։ Ոմանց կոտրում, ոմանց ավելի ուժեղ դարձնում, այո։
Իսկ ինչով եք դուք տարբերվում մնացած մեյքափ արտիստներից Հայաստանում։ Կարծում եմ նրանով, որ չեմ փորձում նմանվել որևիցե մեկին, այլ փորձում եմ ստեղծել իմ աշխարհը։ Ինչքան էլ որ դա տարբերվում է ընդունվածից, ամեն դեպքում ես փորձում եմ միջազգային տրենդերին չեք հետևում։ Տրենդերին մեծամասամբ չեմ հետևում, որովհետև տրենդերը գալիս ու գնում են։ Լայֆ հակներին։ Լայֆ հակերին, լինում է դեպքեր, հա, որ օգտվում եմ, փորձում եմ, տեսնեմ ստացվում է, թե չի ստացվում զուտ հետաքրքրության համար։ Իսկ հիմա մի հարց տամ, սկզբնական շրջանում եղել է, որ ընդունեք հաճախորդին ու նա չհավանի ձեր գործը։ Բնականաբար եղել է, այո։ Ոնց եք ձեզ պահել այդ։ Շատ հանգիստ։ Ես յուրաքանչյուր իրավիճակում փորձում եմ պահել հավասարակշռվածությունը, փորձում եմ կառավարել էմոցիաները։ Իրականում ես շատ էմոցիոնալ եմ, շատ զգացմունքային մարդ եմ, բայց շատ անգամ դա խեղդում եմ ներսում, Ինչպես եք կարողանում խեղդել։ Այնպես շատ հետաքրքիր է։ Սեղմում եմ ատամներս, խորը շունչ եմ քաշում։ Ինձ մի անգամ խորհուրդ են տվել, ես էլ եմ շատ էմոցիոնալ, որպեսզի մտքում հաշվեմ մինչև 5-ը։ Փորձեք մինչև 10-ը 5-ը քիչ է։ Ես շատ անգամ փորձում մինչև 10-ը հաշվել։ Օգնում է։ Այո։ Թե չէ խոճապ է առաջանալու։ Եթե ես տրվեմ այդ պահին իմ էմոցիաներին, հաստատ խոճապ կառաջանա։ Հայաստանում բոդի արվեստը այդքան էլ զարգացված չի ու շատ քիչ մասնագետներ կան։ Դժվար չի իրենցից մեկը լինել ու փորձել այդ ոլորտը թելադրել շուկային։ Դժվար է, բնականաբար դժվարությունները շատ են լինում։ Նախ եւ առաջ մարդկանց համար դա անծանոթ արվեստ է, դրա պատճառով շատ եմ արժանանում քննադատությունների, բայց հենց դա էլ ինձ ասեմ, որ մոտիվացնում է եւ ուժ է տալիս։ Իսկ չի եղել մի դեպք քննադատության, որ ասեք վերջ չեմ զբաղվելու այլևս այս գործով։ Չէ։ Իսկ ինչպես եք հաղթահարում չարախոսներին։ Առհասարակ ես շատ վաղուց սովորել եմ չարախոսություններին ուշադրություն չդարձնել, ես ավելի շատ դա տեսնում եմ որպես նախանձի մի երես, այսպես ասեմ, փորձում եմ անտեսել, ընդհանրապես չկենտրոնանել ու առհասարակ դա փորձում եմ չանձնավորել։ Իսկ ենթադրենք ես մարդ եմ, ով ինչ-որ մի սխալ է տեսել ձեր գործի մեջ ու եթե ես ձեզ դա ասեմ, ինչպես կվերաբերվեք։ Եթե դա զուտ ուղում է, բնականաբար շատ դրական։ Իրականում շատ քիչ է հանդիպում, որ երբ անգամ ուղումը լինում է, մարդիկ դրական են արձագանքում, չգիտես ինչի, միշտ ագրեսիվ են դրա համար հետաքրքրված։ Կարծում եմ դա ներքին ուժից է գալիս։ Համեմիտ եմ։ Ձեր արվեստով ինչ եք ուզում փոխանցել։ Իմ արվեստով ուզում եմ փոխանցել, որ գեղեցկությունը ոչ թե իդեալական դեմք ունենալու մեջ է, այլ գեղեցկությունը դա պատմություն է, դա էմոցիա է, էներգիա, ու կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտվելու այնպես, ինչպես որ ինքն է զգում։ Իսկ ամեն մարդ գեղեցկությունը մի կերպ է, չէ՞, պատկերացնում։ Շատ լավ, բայց կարող է եւ ձեր գեղեցկությունը, ձեր աչքերի գեղեցկությունը եւ ենթադրենք իմ չի համապատասխանում։ Ինչպես եք այդ ոսկե միջինը գտնում։ Նախ ասեմ, որ դա բավականին նորմալ է։ Պարտադիր չի, որ բոլորը ինչ որ մի բանի նայեն նույն աչքերով, այսպես ասեմ։ Երկուսս ծաղիկին նայում ենք տարբեր աչքերով, բնականաբար։ Ինձ համար կարող վարդագույն ծաղիկը գեղեցիկ լինի, ձեր համար չէ։ Ուղղակի պետք չի վիճաբանել եւ պարտադրել դիմացինին քո տեսանկյունը, դա ամենասխալ բանն է, որ կարելի է անել։ Համամիտ եմ, բայց ենթադրենք հենց բյութի ոլորտում մեյքափ արտիստները շատ անգամ դուք տեսնում եք ենթադրենք, որ այս գույնը սազում է, բայց ես ենթադրենք չեմ սիրում այդ գույնը։ Ոնց է այդ կոմպրոմիսին գալիս։ Իմ մոտ երբ որ գալիս է հաճախորդը, ինքը պետքա գնա ինքնավստահ, այսինքն ինքը պետքա ունենա այն տեսքը, որը ինքն է ուզում, ոչ թե ես։ Ես ընդամենը կատարում եմ այդ մարդու ցանկությունը։ Եթե ինքը իրեն տեսնում է մոխրագույն ստվերաներկով, ես միանշանակ պատրաստ եմ դրան։ Ես իմ կողմից կարամ տեղեկացնել, որ ելնելով ձեր մաշկի, մազերի, աչքի գույնից կամ ձեր հագուստից կարող է օգտագործել ուրիշ գույն։ Բայց եթե հաճախորդը չի համաձայնվում, ինքը ընտրել է արդեն իր նախընտրած գույնը, բնականաբար ես իրավունք չունեմ մերժելու, որովհետև
ինքը պետք է ամբողջ օրը լինի բարձր տրամադրությամբ եւ բարձր ինքնագնահատականով։ Համոզում եմ ձեզ հետ։ Հիմա մի հատ ուրիշ հարց եմ տալիս, որը կապ չունի ձեր ոլորտի հետ։ Ավելի շատ ուզում ենք ճանաչել Լիաննային որպես մարդ։ Ինչ արժեքներով եք առաջնորդվում։ Ամենակարևորը ես գնահատում եմ մարդու մեջ անկեղծությունը։ Երբ որ իմ դիմացի մարդը իմ հետ անկեղծ է, ես դա զգում եմ։ Առհասարակ կարծում եմ բոլորն են դա զգում։ Ես սովորաբար սիրում եմ նայել զրուցակցիս աչքերին, աչքերը շատ բան են ասում, ու աչքերի մեջ նայելուց ես տեսնում եմ անկեղծությունը եւ գնահատում եմ նվիրված լինելը։ Շատ եմ գնահատում։ Իսկ անձնական կյանքում դուք ձեզ լիարժեք երջանիկ համարում եք։ Այո։ Վստահորեն կարող եմ ասել այո։ Իսկ ինչն է ձեզ ավելի շատ երջանկություն պարգևում։ Ինձ երջանկություն է պարգևում առհասարակ ամեն ինչը, ինչ որ ես ունեմ։ Ինչ շրջապատում է, ես երջանկություն եմ գտնում ամենուրեք։ Իրականում, որ այսպես խոսում ենք, հիմա հեռուստադիտողը կմտածի, որ ամեն ինչ ձեր կյանքում լավ է, բայց ես համոզված եմ, ոնց որ բոլոր մարդկանց մոտ, ձեր մոտ լինում են թե վերելքներ եւ անկումներ։ Հիմա ուզում եմ հասկանամ անկումների ժամանակ ինչպես եք դուրս գալիս իրավիճակից եւ ինչն է ձեզ ուժ տալիս։ Բնականաբար ոչ մեկի կյանքում իդեալական ոչինչ չի գնում, կարծում դա կհոգնեցնի իրականում։ Եթե լինում է անկումներ, դա բնական է, ես շատ adekvat եմ վերաբերվում այդ իրավիճակին, եթե կարիք է լինում, ինձ թույլ եմ տալիս արտասվել, թուլանալ, ինձ ամենաշատ ուժ տվողը լինում է հիմնականում իմ ամուսինը, բացի այն, որ նա իմ ամուսինն է, նա նաև իմ լավագույն ընկերն է, միշտ ձեռք է մեկնում, միշտ գտնվում է այն ամուր հենարանը, որը որ կարա լինի կնոջ կյանքում իմ համար։ Շատ լավ, իսկ ձեր ամուսնուն երբ հանդիպել եք, ըստ ձեզ ճակատագիր էր։ Ճակատագիր, ճիշտ ասած դա մի քիչ հարաբերական է, ճակատագիր ասվածը, չեմ կարծում, որ դա ճակատագիր էր։ Իսկ որպես ամուսիններ, որ վիճում եք իրար հետ, ինչպես եք հաշտվում, ով է առաջին քայլը անում եւ ինչպես է հետևում այդ ամենը։ Միգուցե անհավատալի լինի, բայց մենք չենք վիճում։ Մենք միգուցե բանավիճենք, բայց մենք չենք վիճում։ Ասեմ ավելին, երբեմն այնքան չենք վիճում, որ դա ձանձրալի է դառնում, դե վերջապես կին եմ, չէ՞, էմոցիաներ եմ ուզում։ Ուրեմն կատարի կրվեք։ Չէ, խնդրում եմ, ես էմոցիա եմ ուզում, ես կին եմ։ Շատ հետաքրքիր է։ Լիաննա ջան, քո կարծիքով ինչու են մարդիկ վախենում տարբերվելուց։ Մարդիկ վախենում են իմ կարծիքով տարբերվելուց, որովհետև տարբերվելը բերում է ուշադրություն, ուշադրությունը շատ հաճախ բերում է քննադատություն, իսկ մարդիկ ուզում են ընդունելի լինեն, այսինքն խուսափում են տարբերվելուց, փորձում են անվտանգ մնան, այսպես ասեմ, որ ընդունված լինեն հասարակության կողմից։ Իսկ ձեր կյանքում եղել է, որ հասարակության կողմից անընդունելի լինեք։ Միշտ շատ, այո, հասարակության կողմից շատ է եղել, թե չհասկացված լինելը, թե չընդունված լինելը, ու անկեղծ որ ասեմ, ես սովորել եմ ուղղակի անտեսել հասարակությանը։ Միգուցե, չգիտեմ դա ճիշտ է թե սխալ է, ուղղակի ես սովորել եմ ապրել ինձ համար։ Չեմ թողնում հասարակությունը իմ վրա ազդի, այսպես ասեմ։ Հասարակության կարծիքը իմ անձը չի կարող փոխել։ Հեռուստադիտողը այն կանայք, որոնք հիմա հուսահատված են, նայում են մեզ եւ ինչ կցանկանայիք այդ կանանց, որը հենց հիմա նայում է մեզ։ Կանանց իրական շատ բան կուզենայի ասելու, ես կանանց շատ ասելիքներ ունեմ իրականում, բայց ավելի կարճ գտնվելու համար կուզենամ ասեմ, որ կանեք թող մի քիչ ավելի ինքնավստահորեն հավատան իրանց, որովհետև շատ դեպքերում իրանք արդեն իսկ այն են, ինչ որ ուզում են դառնալ։ Եվ մի բան էլ ասեմ, իհարկե դա էլ եւս կանանց է վերաբերվում, թեկուզ ներկայիս մայրիկներին, օրինակ փոքր ժամանակ մեզ սովորացրել են գրել, կարդալ, քայլել, խոսել, հաշվել, ամեն ինչ, բայց մեզ չեն սովորացրել ինքներս մեզ սիրել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր կին առաջին հերթին պետքա սովորի սիրել ինքն իրեն։ Ես ցանկանում եմ, որ մեր բոլոր կանայք սիրեն առաջին հերթին իրենք իրենց։
Կյանքը հաստատ ավելի Ես ձեզ կժպտա։ համամիտ եմ։ Շատ լավ։ Մենք ունենք նաև բլից հարցում։ Ես արագ հիմա կընթերցեմ, դուք ուղղակի մեկ բառով պատասխանում եք։ Լավ։ Ըստ ձեզ, ո՞րն է կնոջ առաքելությունը։ Կնոջ առաքելությունն է նոր կյանք տալ, կարողանալ դաստիարակել եւ մեծացնել արժանի սերունդ։ Դա շատ կարեւոր է եւ կրթված չմոռանանք։ Ինքնայդ ձեզ ինչ երևույթի հետ եք ասոցացնում։ Կրակի։ Ինչու։ Ոչ Միանգամից եք բոցկլտում։ Երբեմն հա, միանգամից բոցկլտում եմ։ Շատ լավ։ Խաբուսի կա այդ հանգստությունը։ Մեկ օրով որ պատմական կնոջ կյանքով կուզենայիք ապրել։ Ճիշտն ասած, իմ ամենասիրած պատմական կերպարը որպես կին դա Ժաննա Դարկն է, բայց եկեք հրաժարվեմ իր կյանքով ապրելուց։ Չէի ուզենա։ Կարծում եմ ես պատրաստ չէի իր կոշիկները հագնելուն։ Իսկ որ կերպարի կյանքով կուզենայիք ապրել։ Կարծում եմ ոչ մեկի։ Եթե անկեղծ ունեմ, սիրած կերպարներ շատ ունեմ։ Ես նախընտրում եմ լինեմ իրանցով հիացողը, իրանց մեծարել, բայց չեմ կարծում ես կկարողանայի իրանց փոխարեն լինեի կամ կուզենայի իրանց փոխարեն լինեի։ Պատրաստ չեմ երևի տանեմ այդ ծանր բեռը։ Ձեր կյանքի կարգախոսը։ Իմ կյանքի կարգախոսը միայն առաջ։ Շատ լավ։ Կլասիկա։ Ես սիրում եմ կյանքը, որովհետև կյանքը ամենուրեք սեր է։ Ու երջանիկ է այն մարդը, որ ամենուրեք կարողանում է տեսնել ու զգալ այդ սերը եւ միանշանակ տալ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, շատ հետաքրքիր զրույց ունեցանք, մեր հեռուստադիտողը փորձեց ձեզ ել ավելի լավ ճանաչել, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ կհանդիպենք հաջորդ շաբաթ։